Այն որ այս Բեղիկավոր Օլուխն ասում էր, որ մեր երկրի ղեկավարը մի կոլխոզ չի ղեկավարել։ Փաշինյանը ոչ մեկն է։ Մարդ, որ գիտելիք ու փորձ չունի, չի հասկանում միջազգային հարաբերություններից, չգիտի ինչպես ղեկավարել երկիրը։ Մարդ, որ իր կյանքում մի կոլխոզ չի Ինքը ղեկավարել։ միանշանակ ճիշտ էր ասում, որովհետև մեր երկրի ղեկավարը իր կողմից Հայաստանում տեղապահը իրոք ոչ թե կոլխոզ չի կարողանում ղեկավարել, որովհետև կոլխոզում օրինակ նմանատիպ անասունների առհասարակ չեն պահում։ Հիմա նայեք, կենթանի ձկի մասը սառեցրած ձուկ, վերամշակված ձուկ եւ ձկնամթերք։ իսկ կենթանի ձուկ այդ թվում թե Սառեցվածն է գնում, որովհետեւ ըստ էության դա համարվում է, այսպես ասած, ձուկ եւ իրանց նկատի ունեմ այդ ձուկ ասելով իրանք նկատի ունեն սառեցրածը։ ոչ մի կոլխոզի ղեկավար նման անասուն միանշանակ չի պահում, որովհետև սրանք ոչ կաթ են տալիս, ոչ միս են տալիս, սրանց կաշին էլ առհասարակ անհնար է ծախել ու որևէ օգուտ ստանալ։ Սրանք միայն սպառողներ են, սրանք ուտում են անասնակերը, պրոստը ծախսեն։ Նմանատիպ անասունների չի կարելի պահել, բայց մենք մեր երկրի հարկատուների հաշվին նման անասուններ ենք պահում ու նրանք բարձր աշխատավարձներ ու պարգևավճարներ են ստանում։ Սրանցից յուրաքանչյուրը կոնկրետ ոլորտ է ներկայացնում։ Ու վերջերս Եվրոպայից ստացած 18 թե 20 միլիոն եվրոն սրանք ստեղծել են հանձնաժողով, որպեսզի ռուսական սանկցիաներից դուրս գալու համար ստեղծեն միջավայր, որ դեպի Եվրոպա ապրանքները արտահանվի, սրանք կոնկրետ այս պահին լծված են մի գործի։ Եվրոպայից ստացած այդ փողերը մխսելով կոնկրետ ու նման անասուն նիստեր հրավիրել, որ այդ փողերը ջրեն ու արդարացնեն։ Իսկ այդ ընթացքում մեր գործարարները, ովքեր որ ունեն ձկնաբուծարաններ, նրանք ամեն օր տուժում են ռուսական սանկցիաներից ու առհասարակ մեր հարկային ու մաքսային դաշտի անօրինական վիճակներից։ Սա է մեր երկրի այսօրվա դեմքը ու դիմագիծը։ Սրանք իրավունք չունեն առհասարակ տնից դուրս գալու, իսկ առավել եւս սրանք իրավունք չունեն պետական բարձր պաշտոններ զբաղեցնելու։ Սրանց տեղը, չգիտեմ, կամ գազանանոցն է, կամ ցիրկն է։ Այսքան բան։